Հարգարժան պարոն Ծառուկյան, հարգելի գործընկերներ, ելույթ ունենալ իմ ամենաուժեղ կողմը չէ։ Ես կխոսեմ կարճ եւ կասեմ իմ սրտի եկող հիմնականը։ Վերջի տարիները մեր երկրի եւ ժողովրդի համար ծանր էին։ Մենք ունեցանք ծանր ֆիզիկական կորուստներ, բայց նաեւ ստացանք խորը հոգեբանական հարվածներ։ Պարտությունն ու Արցախի կորուստը մեզ շատ կոտրեց որպես հասարակություն։ Բայց ինձ շատ անհանգստացնում այն, որ մենք ոչ թե փորձում ենք վերականգնվել հարվածներից եւ ուժ հավաքել, այլ հակառակը։ Շատերը համոզում են, որ մենք խեղճ ենք, որ մենք թույլ ենք, որ մենք պիտի ապրենք որպես պարտված ու հանձնված երկիր, որ այդ վիճակը մեր բնական վիճակն է։ Ես ուզում եմ իմ սերունդակիցների անունից ասել, որ մենք մեզ չենք համարում որպես կոտրված ու խեղճ։ Մենք որպես ժողովուրդ, որպես զինվոր, որպես հասարակություն չենք պարտվել։ Պարտվել են սխալ որոշում կայացնողները։ Մենք դարձել ենք ուրիշների սխալների զոհը։ Այսօր ժամանակն է, որ մենք հաղթահարենք մեզ պարտադրված այդ խեղճությունը։ Խոսքս միայն մարտի դաշտի մասին չէ։ Մեզ որպես հասարակություն մեզ անհրաժեշտ են հաջողություններ։ Սպորտում կլինի, մշակույթում, գիտության մեջ, տնտեսության թե քաղաքականության։ Դա պետք է մեզ, որ մենք վերականգնենք հավատը մեր ուժերի հանդեպ, որ նորից գանք ուրախության համը, որ նորից կարողանանք ապագային նայել։ Իմ սերնդի համար կարևոր է հավատալ մեր երկրի ապագային։ Կարևոր է, որ մենք մնանք Հայաստանում եւ այստեղ ստեղծենք մեր հաջողության պատմությունները։ Մեզ պետք է ազատվել այդ խեղճության բարդույթից։ Դա խանգարում է առաջ գնալուն, խանգարում է լիարժեք կյանքին։ Իմ սերունդը կռվել է։ Իմ սերունդը հազարավոր զոհեր է տվել։ Իմ սերունդը խեղճ չէ։ Մենք մեր երկրին դեռ շատ տալու բան ունենք։ Մեր աշխատանքով, հմտություններով, բոլոր ոլորտում մեր պայքարով։ Ու դա պիտի անենք սիրով եւ մեր ուժերի հանդեպ հավատով լի։ Շնորհակալություն։